Սովորական կենցաղային գազը կարող է թունավորման շատ լուրջ պատճառ դառնալ։ Նման թունավորման առաջին նշաններն են գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց և փսխում, արցունքահոսություն, աղմուկ ականջներում։ Այդ իսկ պատճառով գազի հոտ զգալիս ժամանակ մի կորցրեք, որքան հնարավոր է արագ շունչը պահած մտեք խոհանոց, ստուգեք և անջատեք գազօջախը, բացեք պատուհանը, օդափոխեք բնակարանը, ոչ մի դեպքում մի վառեք կրակ և մի միացրեք էլեկտրական սարքեր, մինչև սենյակը ամբողջովին չօդափոխվի, հասարակ անջատիչը անգամ կարող է դառնալ պայթյունի պատճառ։ Եթե չնայած օդափոխման բնակարանում զգացվում է գազի հոտը, փորձեք գտնել նրա աղբյուրը, կրկին ստուգեք գազօջախը և վառարանը, պարտադիր կերպով փակեք գազի խողովակի փականը, որպեսզի հեշտ գտնվի գազի արտահոսքի աղբյուրը, օտարված սպունգը անցկացրեք խողովակի բոլոր միացումներով, եթե առաջացել են պղպջակներ, նշանակում է գազն արտահոսում է հենց այդտեղից։ Սակայն կարող է ստացվել, որ գազի հոտը գա հարևան բնակարանից, դուրս եկեք և ստուգեք։ Եթե գազի հոտը հարևան բնակարանից է, ոչ մի դեպքում չսեղմեք զանգի կոճակը, պարզապես թակեք։ Եթե պատասխան չկա, բայց գազի հոտը գնալով ուժեղանում է, շտապ զանգահարեք գազի ծառայությանը և տեղեկացրեք արտահոսքի մասին։ Մինչև մասնագետների ժամանելը ամենախելամիտ քայլը կլինի վտանգավոր գոտին լքելը։